Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Եվրոպական միությունը որպես աշխարհաքաղաքական կենտրոն այսօր գոյություն չունի եւ ամենայն հավանականությամբ այլևս երբեք չի լինի։ Նման կարծիք է հայտնել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, անդրադառնալով Եվրամիության տնտեսական իրավիճակին, որը նա բնորոշել է որպես լճացում։ Թե քաղաքական ինչ վիճակում են նրանք, մենք տեսնում ենք։ Նրանց նույնիսկ չեն հրավիրում բանակցությունների սեղանի շուրջ։ Մի կողմից նրանք ասում են, որ Ուկրաինայում շարունակվող պատերազմը վճռական պատերազմ է, կապված Եվրամիության անվտանգության հետ, մյուս կողմից դուրս են մնացել բանակցություններից։ Պապուաշվիլու խոսքով, երբ Թբիլիսին խոսում է Եվրամիության անդամակցության մասին, դա նշանակում է նաև անվտանգություն։ Ըստ նրա, եվրոպացի բյուրոկրատները, որոնք ասում են, որ Վրաստանը հետ է մնում Ուկրաինայից եւ Մոլդովայից, ծաղրում են վրաց ժողովրդին։ Վրաստանի ազգային բանկի ոսկու պահուստների արժեքը 2025 թվականի դեկտեմբերին գերազանցել է $1 միլիարդ, կրկնապատկվելով 2024 թվականի մարտի համեմատ։ Միայն 2025 թվականի դեկտեմբերին պահուստների արժեքն ավելացել է $40.6 միլիոն։ Ոսկու միջազգային գների աճը դարձել է Վրաստանի միջազգային պահուստների աճի առանցքային գործոններից մեկը։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության մակրոէկոնոմիկայի եւ վիճակագրության դեպարտամենտի ղեկավարի խոսքով արտարժույթային պահուստների ավելացումը ազգային բանկի կողմից վարվող ճիշտ եւ հետեւողական քաղաքականության արդյունք է։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ընդունել է պաշտոնական այցով Անկարա ժամանած Մալազիայի վարչապետ Անվար Իբրահիմին։ Ղեկավարները մասնակցել են Թուրքիայի եւ Մալազիայի միջև բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի առաջին նիստին։ Հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում Էրդողանը վստահություն է հայտնել, որ խորհրդի գործունեությունը կնպաստի Թուրքիայի եւ Մալազիայի միջև բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Նա նշել է, որ Թուրքիան կշարունակի դիտարկել այն համատեղ քայլերը, որոնք կողմերը կարող են ձեռնարկել պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացման համար, փոխշահավետության սկզբունքի հիման վրա։ Էրդողանն ընդգծել է, որ Մալազիան Թուրքիայի խոշորագույն առևտրային գործընկերն է ASEAN տարածաշրջանում, հիշեցնելով, որ երկրների միջև արդեն գոյություն ունի ազատ առևտրի համաձայնագիր։ Կողմերի նպատակն է երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը հասցնել $10 միլիարդ։ Մալազիայի վարչապետի այցի շրջանակում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։ Էրդողանն Անվար Իբրահիմին հանձնել է հանրապետության շքանշան Թուրքիայի եւ Մալազիայի բարեկամական հարաբերությունների եւ ռազմավարական գործընկերության զարգացման գործում ունեցած ներդրման համար։ Գազայում Թուրքիայի խաղաղապահ ուժերը սպառնալիք չեն ներկայացնի Իսրայելի համար, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը ճապոնական Kyodo News գործակալությանը տված հարցազրույցում։ Նրա խոսքով միջազգային կայունացնող առաքելության համար, որը կապահովի Գազայի հատվածում անվտանգությունը, արդեն ուժեր են պատրաստվել եւ համապատասխան վարժանքներ են սկսվել։ Գյուլերն ընդգծել է, որ խաղաղապահ առաքելությանը մասնակցելու Թուրքիայի նպատակը մարդասիրական օգնության մեջ ներդրում ունենալն ու հակամարտությունը կարգավորելն է։ Յաշար Գյուլերը հայտարարել է նաև, որ Թուրքիայի եւ Ճապոնիայի միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը կարող է հասնել ռազմավարական մակարդակի։ Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով թուրքական արտադրության անօդաչուները կարող են նպաստել Ճապոնիայի պաշտպանական ներուժին։ Գյուլերը նշել է, որ մարտին սպասվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակության այցը Ճապոնիա։ Հալեպում Սիրիայի դեմոկրատական ուժերի դեմ գործողությունն ամբողջությամբ իրականացնում է սիրիական բանակը, հայտարարել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։ Նախարարության ներկայացուցիչ Զեքի Ակթուրքը նշել է, որ Անկարան աջակցում է Սիրիայի պայքարին ահաբեկչական կազմակերպությունների դեմ երկրի միասնության եւ տարածքային ամբողջականության հիման վրա։ Նրա խոսքով Սիրիայի անվտանգությունը Թուրքիայի անվտանգությունն է եւ Անկարան ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը։ Պաշտոնյան հավելել է, որ Թուրքիան անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի, եթե Սիրիայի իշխանությունները դիմեն նման խնդրանքով։ Հալեպում Սիրիայի կառավարական ուժերի եւ քրդական կազմավորումների միջև բախումների հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, տասնյակ հազարավոր մարդիկ հեռացել են քրդական թաղամասերից, որոնք Սիրիայի բանակն ավելի վաղ հայտարարել էր ռազմական գոտի։ Կառավարական ուժերը հրետակոծել են քրդական թաղամասերը, հայտարարելով, որ գործողությունները ձեռնարկվել են ի պատասխան զինված կազմավորումների հարձակումների։ Սիրիայի դեմոկրատական ուժեր քրդական խմբավորումն իր հերթին հայտարարել է, որ կառավարական ուժերը փորձում են բռնի տեղահանել
բնակիչներին։ 2025 թվականի մարտին Սիրիայի դեմոկրատական ուժերը համաձայնություն էր ստորագրել կառավարության հետ իր բոլոր ռազմական եւ քաղաքացիական կառույցները պետական համակարգում ինտեգրելու շուրջ։ Մինչ օրս, սակայն, պայմանավորվածությունների իրականացման հարցում առաջընթաց չկա։ Իրանում շարունակվում են բողոքի ակցիաները։ Լրատվամիջոցների տվյալով դրանք ընդլայնվում են ինչպես աշխարհագրորեն, այնպես էլ մասնակիցների թվով։ Նշվում է, որ ցույցերն ընդգրկել են ավելի քան 280 քաղաք, այդ թվում մայրաքաղաք Թեհրանը եւ մյուս խոշոր քաղաքները։ Ի նշան բողոքի ցուցարարները որոշ քաղաքներում այրել են գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի եւ Ղասեմ Սոլեյմանիի պատկերներով պաստառները։ Հաղորդվում է ոստիկանության հետ բախումների հետևանքով զոհվածների եւ վիրավորների մասին։ Ըստ իրանական լրատվամիջոցների ցուցարարների մի մասը զինված է մարտական եւ որսորդական զենքերով, նրանք կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը նշել է, որ երկրում ստեղծված իրավիճակի համար մեղավոր է կառավարությունը եւ իրենց պարտքն է լուծել ժողովրդի խնդիրները։ Միևնույն ժամանակ Իրանի արտգործնախարարությունը դատապարտել է ամերիկացի պաշտոնյաների հայտարարություններն Իրանում անցկացվող ցույցերի վերաբերյալ եւ ԱՄՆ-ին մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու համար։ Գերատեսչությունը նշել է, որ Իրանը ճանաչում է խաղաղ բողոքի ցույցերը եւ ջանքեր չի խնայում օրենքի շրջանակում ժողովրդի օրինական պահանջները բավարարելու համար։ Ըստ Իրանի արտգործնախարարության տնտեսական դժվարությունների զգալի մասը Վաշինգտոնի հակաիրանական պատժամիջոցների միջոցով սանձազերծված տնտեսական եւ ֆինանսական պատերազմի հետևանքներն են։ Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Խաթամին էլ հայտարարել է, որ ցանկացած երկրում բողոքի ակցիաները նորմալ եւ բնական երևույթ են, անթույլատրելի է դրանց վերածումը անկարգությունների։ Անդրադառնալով հնարավոր արտաքին միջամտությանը, նա նշել է, որ Իրանի ժողովրդի դեմ թշնամական հռետորաբանության ուժեղացումը սպառնալիք է եւ անպատասխան չի մնա։ Եթե թշնամին սխալ թույլ տա, մենք կկտրենք ցանկացած ագրեսորի ձեռքը, նշել է Խաթամին։ Ներկայիս իրավիճակը չի նպաստում ԱՄՆ-ի հետ բանակցություններին Վաշինգտոնի քաղաքականության պատճառով, հայտարարել է Իրանի արտգործնախարարը։ Աբբաս Արաղչին ընդգծել է, որ Թեհրանը երբեք չի հրաժարվել բանակցություններից եւ միշտ պատրաստ է քննարկումների, հիմնված հարգանքի եւ փոխադարձ շահերի վրա, սակայն ներկայումս ԱՄՆ կառավարությունը նման մոտեցում չունի։ Խոսելով Իրանի տնտեսական դիվանագիտության մասին, Արաղչին նշել է, որ հարևան երկրներում առկա է տնտեսական լուրջ ներուժ եւ Թեհրանի քաղաքականության առանցքային գիծն այդ հնարավորությունների իրացումն է։ Նախարարի խոսքով Թեհրանն աշխատում է նաև պատժամիջոցների չեղարկման ուղղությամբ։ Անդրադառնալով Լիբանանի հետ համագործակցությանը, Արաղչին նշել է, որ Իրանը նպատակ ունի ընդլայնել այդ երկրի հետ հարաբերությունները։ Բեյրութը նույնպես շահագրգռված է դրանում։ Հունվարի 8-ի առավոտյան Իրանի արտգործնախարարը մեկնել է Բեյրութ։ Նա հանդիպումներ կունենա Լիբանանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանից Հայաստան է գալիս նավթամթերքի երկրորդ խմբականակը։ Գևորգ Պապոյանի խոսքով այն ներառում է մի քանի հազար տոննա պրեմիում եւ ռեգուլյար դասի բենզին, ինչպես նաեւ դիզելային վառելիք։ Գնացքը Հայաստան կհասնի առաջիկա օրերին։ Նախարարն ընդգծել է, որ նախնական գնահատականներով վառելիքի գինը շուկայականից ցածր կլինի 80 դրամով։ Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի վաղ տեղեկություն էին տարածել, որ Բաքուն հունվարի 8-ին Հայաստան նավթամթերքի ավելի մեծ խմբականակ է ուղարկելու։ Նշվում է, որ այս անգամ Հայաստան կմատակարարվի 1000 տոննա AI-92 տեսակի բենզին, նույն քանակությամբ դիզելային վառելիք եւ 1800 տոննա AI-95 տեսակի բենզին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հիզի Աբշերոն հողմաէլեկտրակայանի բացման պաշտոնական արարողության ժամանակ օտարերկրյա եւ տեղական ներդրողներին կոչ է արել ներդրումներ կատարել Ադրբեջանում։ Նա հավելել է, որ պետությունը միշտ պաշտպանում է օտարերկրյա ներդրումները, շատ նավթային պայմանագրեր գործում են արդեն երկար տարիներ եւ որևէ խախտում չի արձանագրվել, ինչը շատ կարեւոր գործոն է ներդրողների համար։ Ալիևի խոսքով հաջողվել է ավելի քան 300 միլիարդ դոլարի օտարերկրյա ներդրումներ ներգրավել Ադրբեջանի տնտեսության մեջ։ Մեր արտարժութային պահուստները 16-ից 17 անգամ գերազանցում են արտաքին պարտքը եւ այդ ցուցանիշով Ադրբեջանն աշխարհի առաջատար երկրների շարքում է։ Այս եւ մյուս բոլոր գործոնները հիմք են տալիս ասելու, որ Ադրբեջանում ներդրումներ կատարելը շահութաբեր է։ Բարթուի Հարությունյան, հարևաններ։